Կալուգացի Սամոն ասում է, թե իր տղաները, իր եղբոր տղաները, որոնք 4-ն են ու 4-ից ոչ մեկ բանակում չի ծառայել, ավելի շատ բան են արել մեր բանակի համար, քան դրա մասին այս կամ այն մարդը կերազեր։ Ուրեմն Կալուգացի Սամոյին ու իր եղբոր տղաներին շատ աներկբա ասում եմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ ընտանիքի հայրը բանակի համար ավելի շատ բան է արել իր որդուն բանակ ծառայության ուղարկելով, քան դուք ձեր ամբողջ կյանքում ու ձեր ամբողջ գերդաստանով կկարողանաք երազել անգամ։ Հայաստանի ամենաաղքատ մարդը իր որդուն բանակ ուղարկելով բանակի համար ավելի շատ բան է արել, քան դուք, պարոնայք անձնագրում FSB-ի անուն այտենց գրանցում ունեցող օլիգարխներ։ Բար արդեն տեսել եք, որ են իրենց հաղթանակի մասին հեքիաթներ պատմող ու ենթադրաբար մի քանի 100 միլիոն դոլարի ընտրակաշառք բաժանած ուժեղ Հայաստան կոչվող փոքրիկ խմբակի անդամներն ու պարագլուխները արդեն սկսել են պատմել են մասին, որ իրենք դեմանդատները վերցնում են, որ այսպես, որ այնպես, մի խոսքով հերթական անգամ սուտը փչեցին մարդկանց աչքերին, իրենց էլեկտորատին խաբեցին, սին հաղթանակի մասին ինչ-որ անհասկանալի պատումներով, հիմա խելոք մանդատները վերցնելու են ու գալու են ազգային ժողովում, փոքրիկ խմբակ են լինելու, բայց այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա, այդ փոքրիկ խմբակի փոքրիկ անձնակազմում մի հոգի կա Էդգար Ղազարյան անունազգանով մարդ, որը եթերով կամեցել է հայ սակրավորների մահը։ Ու եթե փոքրիկ խմբակը գոնե փոքր-ինչ արժանապատվություն ունի, խորհրդարան կգա առանց դրա։ Հերթական ապատեղեկատվական ալիքն է ընթանում այս պահին մեդիա դաշտում։ Այսօր առավոտից գիտեք, որ Սիսիանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները, իրանցիները, պարսիկները ցույց էին անում, գնացել էին ոստիկանություն, այնտեղ դիմում էին գրում, որտեղ ինչ որ միտեղ աշխատել են, գործատուն աշխատավարձը ինչ որ sense խնդիր է, կամ իրանց սրտով չի տվել կամ չի տվել, ինչ որ խնդիր կա, մի խոսքով գնացել էին դիմում տալու պարսիկները, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները այս կոնկրետ մի քանի քաղաքական ուժի թեզեր սպասարկող ինչ-որ լրատվականներ ու բլոգեր կոչվածներ թեզ են տարածում, թե իբր ոչ թե իրանցիներ են, այլ ադրբեջանցիներ են, ու սա նկարագրում է այս մարդկանց հոգեվիճակը, նկարագրում է թե ինչերի են նրանք պատրաստ, ու այս տրամաբանությամբ ես առավել քան վստահ եմ, որ վաղը առավոտ մինչև ընտրությունները այս մարդիկ, այս քաղաքական ուժերի անդամներ ու սրանց սպասարկող լրատվականների ղեկավարները իրենց տնեցիների նկարներն են գցելու համացանց ու ասելու են, որ իրենց տանը հայտնվել են ադրբեջանցիներ։ 8 տարիների ընթացքում Քոչարյան Ռոբին հայրմերը հասցրել ենք սովորացնենք, այն էլ 3 լեզուներով։ Այս մարդն է դրանից ոգևորված որոշել է, որ արդեն ինքը կարա նաև ռազմական գնումների մասին խոսա ու իրան տենց տարբեր արտահայտություններ թույլ տա։ Չես կարա, Ռոբ, չես կարա, գիտես խի չես կարա, որովհետև երբ որ դու դարձար Հայաստանի Հանրապետության նախագահ ժեկի թղթով էլի 98 թվականին, Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բալանսի տարբերությունը ընդամենը 11 միլիոն դոլար էր, հլասա 11 միլիոն, քո տան գնի չափ էլի պլյուս մինուս, երբ որ դու թողեցիր նախագահի աթոռը, Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը 1 միլիարդ 600 միլիոն ԱՄՆ դոլար էր։ Դու Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը հասցրել ես 1 միլիարդ 600 միլիոն ԱՄՆ դոլարի։ Դու դրանից չես կարա խոսես, չես կարա։ Իսկ գիտես, հեսա մայիսի 28-ին, երբ որ պարադը լինի, դու գիտես, դու ինչ աստիճանի էլ չես կարենալու, ձերոնք էլ ինչ աստիճանի չեն կարենալու խոսան բանակից, ռազմական տեխնիկայից ու մնացածից, որտեղ բերաններդ փակացվեց, չէ՞ տղերք։
Դե իմացաք արդեն, որ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Կալուգացի Սամոյի թիմակիցներից մեկին, Կանդազմա կանոնով մարտի 1-ի կատարողներից այդ մեկին, ու ընդեր ձայնագրություններ են հրապարակվել, որոնցում դե 50 հոգու առուծաղ դասական Կալուգայի Սամոյի թիմակիցների վիճակ էլ, ինչ որ 50 հոգի ես կողմ, 50 հոգի են կողմ, որ ընտրվենք քեզ ես կանենք, այն մեկին են կանենք, այդ ամեն ինչը մի կողմ, սա ստանդարտ դարձած բան է, սրա վրա կենտրոնանալ էլ պետք չի։ Այնտեղ ուղղակի այս Կանդազի զրուցակիցներից մեկը բառացի չասեմ, Ղարաբաղի բարբառով ասում է, կարող է նենց իրավիճակը լինի մերը ձերի հետ միանա, ակնհայտորեն ուղղակի նկատի ունենալով Քոչարյանին ու Կանդազը, ով Կալուգայի Սամոյի հետ պաստառների վրա նկարներում ամբողջ Երևանում, ասում է, դե հա, եթե կոալիցիայի հարցը լինի, բա պետք է տենց էլ լինի։ Ստեղ էլ բռնվեցիք տղեկ։ Էլի բռնվեցիք, էլի դուք ձեր բերանով ասեցիք, որ չկա առանձին վերցրած Կալուգացի Սամո քաղաքական ֆիգուր, կա Քոչարյանի համար ձեն հավաքող ընդամենը, ոչ ավել, ոչ պակաս, որը հետո պիտի միանա Քոչարյանին։ Էլի խաբում եք մարդկանց ու էլի բռնվեցիք, լավ չի։